Ողջույն սիրելի ընկեր, մենք այսօր խոսելու ենք վիբրացիաների մասին, վիբրացիաները բարձրացնելու կարևորության մասին եւ նաեւ մենք կատարելու ենք պրակտիկ մեդիտատիվ տեխնիկաներ վիբրացիաները բարձրացնելու համար։ Մարդը գտնվում է տարբեր հոգեբանական վիճակում եւ ֆիզիկապես նա իրեն զգում է տարբեր։ Եվ նույնը վիբրացիոն մակարդակում մարդը կարող է լինել ցածր վիբրացիաների մեջ եւ բարձր վիբրացիաների մեջ։ Երբ որ ցածրանում է մարդու վիբրացիաները, մարդը դառնում է խոցելի։ Երբ որ բարձր են մարդու վիբրացիաները, մարդը պաշտպանված է։ Դրա համար բարձր վիբրացիաների մեջ մնալ ու լինել բարձր վիբրացիաների մեջ դա լավագույն պաշտպանությունն է։ Դա լավագույն ընտրությունն է, որ դու կարող ես կատարել, այնպես որ բարձրացնել վիբրացիաները դա ամենալավ, ամենակառուցողական պրոցեսներից է, որ պետք է ցանկացած յուրաքանչյուր գիտակից մարդ բերի իր կյանք։ Ցածր մտքերը, խանդը, նախանձը, չուզողությունը, բամբասկոտությունը սարսափում են մեր վիբրացիաները։ Եվ ազնիվ լուսավոր մտքերը, սիրո, կարեկցանքի, խաղաղության, ընկերասիրության, արդարության, այս մտքերը բարձրացնում են մեր վիբրացիաները։ Երբ որ դու ցանկանում ես բարիք բերել քեզ եւ քո շուրջ, սա բարձրացնում է քո վիբրացիաները։ Բարկության մեջ կամ թախիծի մեջ մարդկանց վիբրացիաները կրկին ցածրանում են եւ ցանկալի չի շատ երկար ժամանակ մնալ այս վիճակներում, որովհետեւ ցածր վիբրացիաների մեջ դու դառնում ես խոցելի եւ խոցված էներգետիկայով, խոցված հոգեբանությամբ նաև ֆիզիկական մարմին կգան շատ խնդիրներ, շատ հիվանդություններ, շատ խնդիրներ։ Դրա համար ընկերներ, ինչ էլ որ անեք, պետք է անեք բարձր վիբրացիաներով եւ բարձր վիբրացիաների մեջ։ Այ հիմա ուզում եմ, որպեսզի դու վերհիշես ու գրես ինչն է բարձրացնում քո տրամադրությունը։ Ինչն է, որ քեզ ոգեշնչում է։ Որ քեզ դարձնում է ավելի լավը, ավելի ուրախ, ավելի երջանիկ։ Դա կարող է լինել պարելը, երգելը, հանդիպում ինչ-որ մարդու հետ կամ մարդկանց հետ, լինել ինչ-որ մի միջավայրում, մանտրաներ արտաբերել, յոգա անել, սպորտով զբաղվել, պարզապես քայլել, հանդիպել հարազատներին, սիրելի մարդկանց։ Դրանք կարող են տարատեսակ լինել։ Խնդրում եմ գրի քեզ համար հստակ ինչն է բարձրացնում քո տրամադրությունը։ Ինչն է, որ քեզ ոգեշնչում է։ Ու երբ կվերջացնես, գրիր հակառակը։ Ինչն է քեզ տխրեցնում։ Ինչն է, որ քեզ դարձնում է անօգնական, անհույս։ Ինչն է,
որ ցածրացնում է քո վիբրացիաները, ազդում է քեզ վրա, դու կորցնում ես քո խաղաղությունը, դու կորցնում ես քո նպատակասլացությունը, քո հավատը, դա կարող են լինել մարդիկ, դա կարող են լինել տարբեր իրավիճակներ, խնդրում եմ գրիր այդ մասին, ինչն է ազդում քեզ վրա բացասականապես, ու երբ կվերջացնես, այն ինչը որ դրական էր, որտեղ դու բարձրացնում ես քո վիբրացիաները, այդ դա քեզ համար պետքա դարձնես մանտրա, ու դու պետքա աշխատես օրվա մեջ կարդալ այն, ինչքան հնարավոր է շատ, բայց ամենակիչը 2 անգամ առավոտյան եւ երեկոյան ու կարդա հետեւյալ ձևով. ինձ ոգեշնչում է յոգան, ես ինձ լավ եմ զգում, օրինակ, մանտրա արտաբանելուց, ես ինձ զգում եմ ուրախ եւ առողջ, երբ պարում եմ, կամ երգում եմ, կամ նկարում եմ, դուրս բեր այն էմոցիան, այն վիճակը, ինչը որ դու զգում ես այդ գործողության ընթացքում, եւ գրիր այն ու կարդա այն, կարդում ենք ընկերներ 40 օր շարունակ, առավոտյան եւ երեկոյան, բայց եթե օրվա ընթացքում դու կունենաս ազատ ժամանակ, ապա այդ ժամանակ նույնպես կարող ես կարդալ քեզ ոգեշնչող, ոգևորող իրավիճակները ու փորձիր ասել, արտաբանել դա, կարդա դա, հստակեցրու դա քեզ համար ու նաև կարդա եւ հստակեցրու քեզ համար այն ամենը, ինչը որ ցածրացնում է քո վիբրացիաները, ով է քո վրա բացասականապես ազդում, դա արա օրը մեկ անգամ, օրվա մեջ, մեկ անգամ ուղակի թռուցիկ անցիր այդ տողերի վրայով, ինչն է քեզ խանգարում, որպեսզի դու լինես հաջողակ եւ երջանիկ, բավարարված եւ ներդաշնակ։ Դա նույնպես պետք է ֆիքսել, հասկանալ, որ իրավիճակները, ինչ մարդիկ, կոնկրետ ինչն է խանգարում քեզ։ Հաջորդը մենք արտաբանելու ենք մանտրա, որը բարձրացնելու է մեր վիբրացիաները, ահում մանտրան է, բարձր վիբրացիաների մեջ, քո պաշտպանությունը մեծանում է եւ բնականաբար բոլոր ցածր տեսակի վիբրացիաները եւ իրավիճակները քեզանից հեռանում են։ Դա ազդում է նաեւ քո տրամադրության վրա, բարձրացնելով վիբրացիաները, բարձրանում է նաեւ քո տրամադրությունը։ Ահում մանտրան ենք արտաբանում։ Նստիր հարմար դիրքով, ուղիղ մեջքով, փակիր աչքերդ, կենտրոնացիր շնչառության վրա, ներշնչի եւ արտաշնչի։ Ինձ հետ միասին արտաբերում ենք մանտրան։ Ահում, 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 դանդաղ շնչիր, դանդաղ արտաշնչիր, հետևիր զգացողություններին, հետևիր
շնչառությանը, շնչառական շրջապտույտին, քո ներշնչին եւ արտաշնչին, մտքում կրկնիր, ես միշտ բարձր եմ պահում իմ վիբրացիաները, եւ ես ինձ զգում եմ լավ, երջանիկ, լիցքավորված, ներդաշնակ, դանդաղ եւ հանգիստ ետ ենք վերադառնում, միացնենք ձեռքերը կրծքավանդակի մոտ, բութ մատերը հպելով կրծոսկրին, 3 անգամ միասին կասենք Օմ Շանտի մանտրան, Օմ Շանտի, Օմ Շանտի, Օմ Շանտի, ու դանդաղ կարող ենք բացել աչքերը։ Նամաստե ընկերներ, բարի վերադարձ, այսօրվա համար այսքանը, ու ձեզ ցանկանում եմ լավ, դրական եւ կառուցողական օր, լավ եղեք։